Անունը Փինգո։ Փինգո։ Մեկ այսպես նկարեք ու։ Փինգո։ Շփքի է։ Փինգո։ Մեր հյուրերից առավոտյան գնում ենք եկեղեցի։ Շփքի է։ Գեղեցկագույն հայկական եկեղեցին է։ Հիմնվել է 16-րդ սկզբնական տարին, երբ մեր հայերից Նախիջևանից գյուղաքաղաքից Շահ Աբբասը փոխադրում է այստեղում իր մայրաքաղաքը, հայերն էլ այստեղում իրանք բնակվելիս հիմնում են տարբեր եկեղեցիներ, որին ամենահայտնին կոչվածն է մեր Սուրբ Ապենափրկչության վանքը։ Հանդիմանում ունենք մեկ փոքր թանգարան ազգագրական կոչումով։ Գաղթի ճանապարհը։ Անբերացի, եկան ֆիլմը Սնոր ջուղայի բնակի ժողովուրդն որոշ իրեր, գրքեր, շորեր, հագուստներ են նվիրել եւ այստեղում դուք կարող եք տեսնել, թե ինչպես հայ ժողովուրդը երբ եկել է եւ նոր ջուղա հաստատվել, իրանց առօրյա կյանքում երիտասարդ դպրոցական երեխաների, այսինքն ձերքի կամ աշխատանքիների նման կամ կինոյի առաջին գործիքը, նաև մեր մնացած եկեղեցիներից իր զանգերն են այստեղում, այստեղում ընդհանուր մենք կոչում ենք ազգագրական հատված։ Հարստավոր գերիչների։ Ամեն ձերքի գործը։ Ես շուկայից կադրեր ունեմ նկարված, որտեղ մանրամասն ներկայացրել ենք
թե ինչպես է աշխատանքը կատարվում, նաև այնտեղ լուսանկարներ կան աշխատանքային գործընթացից, խնդրեմ նմուշներ արդեն հին գործածված դաջերից եւ օրինակներ։ Այստեղ ասացին, որ ասում են, որ հենց հայերն են այս արվեստը զարգացրել տեղի բնակչության մեջ։ Տպարանը կարող է շարժողական է։ Հրած է ստերի։ Ինեց կազմելու ման հետո հայտոցան։ Սա վերջնական տեսքով գիրք ստանալու։ Այս է։ Նորից քանի 100 բան կա, ժամացույց, տեսակ ժամացույց։ Բաներ կա, տեսմանները եկել են նացել նվերը։ Ժամացույցը բանքուրեի Ըստ ասության բանատեղյակների, այստեղում գմբեթը կլորը, որը մսկիթին տեսք է ստանում, բայց ներսում հիմա կտեսնեք թանկագին նկարչություններ, պատմություն հին ավետարանից, կտնորից։ Խոսքը արևելյան ոճով այս գմբեթի մասին է։ Կրծվել իրանց է։ Իրենցը չի, արևելյան չի, այս ոճը։ Չէ, Իրանցը չի, հողը իսկական Նախիջևանի բան է։ Կամարի այս տեսակը։ Այո, կամարի գլուխը։ Բայց իրենց ճարտարապետության մեջ շատ ենք տեսնում։ Քանդեցին քանի 10-10 2006 թվին, որ ադրբեջանցիները քանդումին լսում են գետը, այս իրամյա տիրա բան նմուշներից։ Նմուշներից ոնց բան։ Հայաստանը այդ վարպետը քանդագեց։ Ունենք մեր հիշատակ ննջեցողներ նահատակների հուշարձանը, որի
ցեղասպանության զոհվածներին է ապրիլ 23-ին գիշերը այս տեղում գծեր եք տեսնում, որը ճառագայթի լույսի նշան է, մոմավառություն եւ սուրբ արարողությունը բնակվել է 1975-ին։ Այստեղում հատվածը երկու բաժին շերտված է, էսի մեր ներկայիս հայրենիքն է, արևելյան Այո, հիմնադրման ամսաթվով։ Այս է արևելյան Հայաստանը, այս արևմտյան տաճկա Հայաստանը, որը ճեղք ունի, իրարից ջոկ են, հավերժության սարքն խորհուրդն է, որն այստեղում կրակ է վառվում եւ աղոթում են, որ մեկ օր լրիվ ժողովուրդս ընտովանական քրիստոնյա հայերս հավաքվենք այս մեկ խաչի տեսքը մեկ հատ կամարի տակ։ Իսկ պարսիկները այստեղի բնակիչները այցելում են երբևէ։ Այո, ազատ է տոմս են գնում, մուտք են գործում, բայց այսօրվա նման օրինակ նոր տարվա տոնին կամ ծննդյան Հիսուսին, հունվարի 6-ին կամ զատիկ օրերին նման օրերին չի թույլատրվում։ Եվ միակ պատկանում է միոտ հայերից։ Ինչ թվի սարքվել է որ Այստեղ իրանական մսկիթի մոտեցող, նմանեցվող արտաքին տեսքի այս գմբեթի կադրերը հաստատ նկատեցիք։ Ներսում ամբողջությամբ մանրաքանդակներ, մանրանկարչություն է։ Այո, քրիստոնեական թեմատիկայով ավել տարի անցյալ ունեցող նկարչությունները, պատմությունը մինչև Մարտ Արարածის ստեղծագործական Ադամ եւ Եվայի ստեղծագործական տպարանն է, մոտենում ենք։ Տպարան, ինչպես որ գիտեք, մենք Խաչատուր կեսարացի շնորհիվ 300-ից տարի ավել արջիճե տարերով տպագրություններ ունենք, թանգարանում կա, դժբախտաբար իր առաջի երկու գործիքը, որ բերվել է, չկա, երրորդը կա տեղումս, բայց հիմա մեկ հատ մոդեռն տեսակի գործիքներ ունենք, որ հայ ազգս ժողովուրդս իր տպագրությունները կարիք ունեցածը կարող է պատվիրել այստեղ։ Այստեղում մեր գրատարանն է։ Ձեզ ծանոթ է մեր Հովանես Շիրազն ու Պարոս Սևակը, լիովին է, լի է իր թանգարժեք հին ձեռագրերով։ Սա էլ թանգարանը։ Դուրսում երկու հատ կիսանդրիններ ունենք, մեր Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է եւ Խաչատուր վարդապետ Կեսարացին, որ նրա շնորհիվ մենք 300-ից ավել տարի առաջ ստեղ ունեցել ենք տպարան արջիճե տարերով։ Դասա մոզասամի که درست کردن نوشته مال کیه
Ինչպես նկատեցիք, եւ այս թանգարանում եւ նախորդ զբոսաշրջիկները շատ են, տեղացի իրանցի նաեւ այցելուները նույնպես հետաքրքրությամբ ուսումնասիրում են, հարցնում են, հետաքրքրվում են ու ասում են, որ շատ հաճախ է այսպես լինում, հատկապես Արցախ օրերին, Արցախուրդային ազատ օրերին։ Իսկ սա նշանակում է, որ հայկական մշակույթի նկատմամբ մշտապես հետաքրքրությունը պահելու համար ճյուղայի հայերը, Սպահանի հայերը բավականին կարևոր գործ են կատարում։ Ուրեմն այս ավետարանը ամենափոքր գիրքն է աշխարհում, այն էլ նորից ավետարանը, այն էլ Ղուրանն է։ Կրոնի իսլամ կրոնի գիրքն է։ Այստեղ հավաքում են բաները, մոլաները ու նայում են։ Ասեն կլի տանեն, ասեն որ տան։ Դա նույնությամբ գրած է։ Ամբողջ գրած է, նույն գրած։ Այսինքն մանրադիտակով կարելի է կարդալ տեքստը։ Այս է Ղուրանը, հայերենով թարգմանել է։ Սա հայ վարպետների գործ է, չէ՞։ Ուրեմն այստեղ գրած կա 1918-ի առաջին հանրապետության գրքերը, ասեմ, դրամները, դրամ էլ կար այստեղ։ Ինչ է դա։ Տեսանք դրամները։ Այստեղ բաղկարական։ Այս գրքերը սրանով է տպված։ Նադեշայի հրովարտակն է գրած այստեղ։ Իհարկե սրանք տպված է, իսկական պահված է։ Սրանք կրկնօրինակներ են։ Ամենա հայերին նկատմամբ։ Հայերի վերաբերյալ պարսից շահերի, ղեկավարների հրամաններն են, հրովարտակներն են։ Առաջին հանրապետության Շնորհքը դες գերեզման։ ինչպես տեղացի հայերն են ասում, ինքնաթուղթը, անձնագիրը։ Դուրս եկանք, մեզ արդեն ծանոթ Սուրբ Ամենափրկիչ վանքի բակ։ Բոլորս թանգարանները գտնվում են վանքի բակում։ Հնարավորություն կլինի ճամփորդելու, անպայման այցելեք Սպահանի հայերը, Ջուղայի հայերը մեծ սիրով դիմավորում, ընդունում, շատ ուրախանում են, երբ նկատում են իրենց նկատմամբ ուշադրությունը։ Բացի ամենից հայկական հետքն այստեղ շատ է, վստահ եմ հետաքրքիր ու ուսանելի շատ նյութեր կգտնեք ձեզ համար։ Տեսեք, որքան զբոսաշրջիկներ ու հենց պարսիկներ են հայկական եկեղեցու բակում, ծանոթանում են, հարցեր են տալիս, ուղղակի շրջում են։ Ինչպես իմ նախորդ առաջին մասում ներկայացրի, այստեղ Սուրբ Թադեի վանքում, երբ ուխտագնացության էինք, մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա է, բավական հեռու է այստեղից, պատկերացրեք, այստեղ երկրում սգո օրեր էին ու այդ օրը բավականին շատ պարսիկներ ոչ միայն այցելել էին եւ հանգիստ հատակին նստած
ընտանիքով զրուցում էին, ժամանակ էին անցկացնում, նաև եկեղեցում մոմ էին վառում, որքան էլ զարմանալի է մուսուլմանների համար։ Իհարկե դա մի փոքր այլ է իրենց համար, ավելի շատ հարգանքի տուրք է եւ որպես ուղղակի մասնակցություն հայկական մշակույթին։ Այստեղում էլ մեր պետական պատկան, մեր եկեղեցական, կրոնական եւ մյուս ազգային աշխատանքներին պատկանող շենքը գրասենյակներն է, վերևում Սրբազան հոր գրասենյակը եւ նույնիսկ բնակարանն է, հասկական գործ ունենան, մեր ժողովուրդը ստեղ դիմում են եւ այդ կապը մեր ստեղից է պետական Հյուպատոսության նման ասենք այո մոտավորապես ներքին խնդիրներով կամ մեր ծննդյան պսակի համարի բանի, եթե ուզում ենք արտոնություններ կաներ ստանանք, այս գրասենյակն է։ հրաշալի։ Ազգային կրոնական կենտրոնը, այսինքն հավաքատեղի եկեղեցին ի տարբերություն քաղաքում գտնվող մյուս եկեղեցիների չափսերով ավելի փոքր է, սա հատուկ մտածված է նրա համար, որպեսզի տարածքը բավականացնի եւ հնարավոր լինի, արդեն գիտեք կենտրոնները նշել եմ, որպեսզի հնարավոր լինի այս ամբողջը տեղավորել ու ունենալ իսկական ազգային կենտրոն։